Խնդրում եմ հերթականությունը պահենք, հա։ Գիտեք, հիմա ձեր հարցին պատասխանելիս մտածում էի իսկ ինչ եք կարծում, ով պետք է հայտնվեր իշխանության թիրախում։ Նա, ով իշխանություններին գովերգում է, ասենք տարօրինակ չէր լինի, որ ասենք իշխանության թիրախում հայտնվեին մեր մտավորական, հոգևոր, հասարակական շրջանակի այնպիսի մարդիկ, ովքեր կուրծք պատռելով իշխանության քաղաքականությունն են գովերգում։ Ես կարծում եմ այդ հարցի պատասխանը շատ հստակ է։ Ես Ծիծեռնակաբերդի ելույթի հետ էլ չեմ կապում դա, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ առանձնահատուկ շեշտադրումներ եմ արել, ես արել եմ այն, ինչին հավատում եմ, արել եմ դա դրանից առաջ, դրանից հետո եւ անելու եմ նաեւ սրանից հետո։ Իսկ ես դա շատ օրինաչափ եմ համարում, իշխանությունները պետքա թիրախավորեն բոլոր այն անձանց, ովքեր չեն կիսում իրենց քաղաքական գիծը եւ ովքեր քննադատում են իրենց։ Հիմա յուրաքանչյուրին թիրախավորելու առանձին ձև են գտել, ինձ էլ այս է վիճակվել։ Դա էլ մեր խաչն է դարձել, մենք մեր խաչը պիտի տանենք։
Սյուզի ջան, ձեր հարցերը ավելի երկար ստացվեց, քան իմ ենթադրել պատասխանները։ Հա, ուրեմն ես ձեզ ասեմ, իսկ ով ասեց, որ արշավը դադարել է։ Անպայման չի, որ արշավը այդպես գործողությունների տեսանելի քայլերի միջոցով իրականացվի։ Ուրեմն եկեղեցու դեմ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը արտահայտվել է ինչպես հրապարակային, այնպես էլ լատենտ, քողարկված։ Ուրեմն 18 թվականից հետո շրջանառվեց արդեն մի թեզ, որ եկեղեցու պատմություն առարկան պետքա դուրս բերվի դպրոցից։ Հիմա սա եկեղեցու դեմ քայլ էր, թե քայլ չէ։ Հիմա որքան էլ դա գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվեր, որ իբրև թե եկեղեցու եւ ժողովրդի պատմությունը միասնական են, դրանք պետքա միասին ներկայացված լինեն եւ այլ, պարզ է, չէ, որ այս քայլը ուղղված էր եկեղեցու դեմ, եկեղեցու ազգային արժեքների դեմ։ Երկրորդը, ուրեմն նախընթաց շրջանում մենք ունեինք պրակտիկա, երբ որ մենք կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերի հանձնաժողով գոյություն ուներ, որտեղ որ մենք դիմում էինք, մեր տարբեր ծրագրերը ազատվում էին հարկերից եւ այդ շրջանակներում մենք իրականացնում էինք գործողությունները ավելացված արժեքի հարկից ազատվելու։ Այս ոլորտում եւս բազմաթիվ դժվարություններ են ստեղծվել։ Երրորդը դուք տեսաք, թե ինչպիսի գործողություններ իրականացվեցին, իհարկե դրանք այդպես չեմ կարծում, որ այտենց խորքային կարևոր բովանդակային երևույթներ են, բայց ինչ-որ ձևով արտացոլում են եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը։ Ուրեմն մեր եպիսկոպոսները ունեին դիվանագիտական անձնագրեր։ Ուրեմն խիստ տարակուսելի էր այդ դիվանագիտական անձնագրերը հավաքել, բայց թողնել դիվանագիտական անձնագրեր այնպիսի անձանց կամ տրամադրել այնպիսի անձանց, որը մեղմ ասած, ասենք, տարակուսելի էր։ Երկրորդը կաթողիկոսի ուղեկցման մեքենայի հետ կապված հարցերը, այսպես ճղճին որոշ հարցեր, որոնցով անընդհատ փորձում էին հասկացնել տալ, որ եկեղեցին պետք է իր տեղը իբրև թե ճանաչի։ Ուրեմն նմանօրինակ գործողությունները երբեք չեն դադարել։ Դրանք շատ ավելի ագրեսիվ բնույթ ստացան վերջին ժամանակներում, ուրեմն դա կարծում եմ ավելի արտահայտվեց 20 թվականից հետո, երբ որ եկեղեցու կամ կաթողիկոսի կողմից հորդոր ուղղվեց վարչապետին, որ պետք է թողնի պաշտոնը։ Հիմա թե խորքային ինչ գործընթացներ են հաջորդել կամ նախորդել դրան, թե արդյոք իշխանության իրականացրած հակաեկեղեցական գործողությունները նաև աշխարհաքաղաքական ետնախորք ունեն, ես դժվարանում եմ դա ասել, բայց որոշ զուգադիպություններ խորը կասկածներ են առաջացնում։ Օրինակ խոր տարակուսանք է առաջացնում այն, որ Փաշազադեի հայտարարությանը հետևում է երկրի վարչապետի հարձակումը, կամ խոր տարակուսանք է առաջացնում Ադրբեջանի նախագահի եւ վարչապետի, Հայաստանի վարչապետի խոսույթների համընկնումը, զուգադիպությունները։ Հիմա սրանք կարող են մարդկանց մոտ որոշակի տպավորություններ ստեղծել։ Կարծում եմ այո, կասկածներ առաջացնել, այո։ Եվ կարող են կարծրած առաջացնել այն փաստերը, որ այսպես եկեղեցու նկատմամբ իրականացվող տոտալ հարձակումների, հակաօրինական, հակասահմանադրական հարձակումների ֆոնին դեսպանատների կողմից այսպես խորը լռություն է պահպանվում, երբ նախընթաց տարիներին մի ակտիվիստի անհամարժեք վարքագծին ոստիկանների հարձականքելը դառնում էր համաշխարհային աղմուկի առարկա, բոլոր դեսպանատները միաբերան գոռում էին, որ ոտնահարվում է մարդկային իրավունքները եւ այլն եւ այլն։ Հիմա ինչպես եղավ։ Եկեղեցու դեմ իրականացվող այս հարձակումները, եկեղեցու բռնազավթումը, Հովանավանքի սեփականատերը գոնե ակնհայտ է, որ եկեղեցին է։ Հովանավանքը բռնազավթված է։
Երկրի ղեկավարը, որ չունենալով նման իրավասություն, ուղղակիորեն միջամտում է եկեղեցու ինքնավարությանը։ Ինքն է որոշում, թե ով պետք է լինի եկեղեցում կաթողիկոսը, ինչ ընթացակարգերով պետք է լինեն դրանք, ինքը իրեն իրավունք է վերապահում ինչ որ էքսպերտիզա սահմանել եկեղեցականների բարևարկության հետ կապված, եկեղեցականների ուրեմն կերպարի վերաբերյալ գնահատումներ է անում, բոլոր մարդիկ իր կերպարի հետ կապված, ժողովուրդը իր կերպարի հետ կապված որոշակի շատ լուրջ տարակույսներ ունեն, ինքը մտել է եկեղեցականների ուրեմն կերպարի գնահատման դաշտ։ Ուրեմն այս ամենը ենթադրում եմ արվում է իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Այսքանը առաջի հարցի մասով, երկրորդը ինչ վերաբերում է բանադրանքին։ Իհարկե մենք եկեղեցական գործիքակազմերի մեջ ունենք բանադրանքի ինստիտուտ, բայց կարծում եմ այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Այդ բանադրանքը կիրառվում է ավելի բարձր ատյաններում, կաթողիկոսի ատյաններում, բայց կարծում եմ նաև, որ նման գործիքակազմ իրականացնելու համար պետք է շատ լրջորեն գնահատել, որովհետև հիմա մենք ունենք իրավիճակ, երբ Հովանավանքի քահանային կարգալուծեն կարել, բայց քահանան իշխանությունների ուղիղ տեսանելի աջակցությամբ շարունակում է մնալ Հովանավանքում որպես պաշտոնավարող անձ։ Այսինքն, տեսեք, այո, ուժային կառույցները ոչ միայն, այլև այն բոլոր մարմինները, դատախազություն, ոստիկանություն, որոնք պարտավոր են մարդու սեփականության, հաստատության սեփականության իրավունքը պաշտպանել, տարբեր տեսակի անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվում են դա անել։ Ես ոչ մի պատճառաբանություն խելամիտ չեմ տեսնում, թե ինչպես է լինում, հակառակ նրան, որ մեր իրավաբանները դիմել են, որ այդ տարածքը ազատվի, բայց մինչև այս պահը այդ տարածքը ազատված չէ։ Ուրեմն այն ինչ որ տեղի է ունեցել Մոլդովայում, այն ինչ որ տեղի է ունեցել Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ փորձ է արվելու կիրառել այստեղ։ Եվ եկեղեցին չունի, գիտեք ինչ, բացի խոսքից, բացի իր գործիքակազմերից, պաշտպանական ավելի զգալի մեխանիզմներ, նկատի ունեմ ուժային կառույցներ, որոնք հարկադրանք կիրառեն իր իրավունքները պաշտպանելու համար։ Անգամ ինքնապաշտպանություն կիրառելու համար կարող է մարդկանց ուղղակի տանեն կալանավորեն։ Հիմա դա այդ տարածքը մերն է։ Այդ տարածքի նկատմամբ մեր սեփականության իրավունքը պաշտպանելու ինչ միջոցների կարող ենք դիմել։ Կռիվ հրահարենք, բռնություն կիրառենք, հարկադրանք կիրառենք։ Պարզ է, չէ, որ նման որևէ գործողության դեպքում անմիջապես իրավապահ համակարգները այս դեպքում կայծակնային արագությամբ են գործելու։ Կայծակնային արագությամբ։ Ոչ, թույլ տալու հարցը չէ, պետք է մտածել խելամիտ լուծումներ եւ եթե անհրաժեշտ է այդ գործիքակազմերը օգտագործել, պետք է օգտագործել։ Որ օրակարգում։ Տարբեր զրույցների ժամանակ այդ թեմաների շուրջ քննարկվել ենք, բայց ասենք պաշտոնական տենց օրակարգում այդպիսի հարցադրումներ մենք տակավին չենք քննարկել։ ԱԱԾ-ի հետ կապված ես հանդիպել եմ երկու անգամն էլ հրապարակայնացված է եւ դրա մասին ասել եմ, ես իհարկե կապ չեմ ունեցել դրանց հրապարակման հետ, տարբեր լրատվամիջոցներ այդ մասին ինձ համար անհասկանալի ճանապարհով տեղեկացել են, թե ում հետ եմ հանդիպել, ինչպես եմ հանդիպել, ես չեմ ցանկանում անուններ հիշատակել, բայց արդյունքը դուք տեսնում եք։ Ինձ ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել։ Ինձ հետ զրույց է եղել, ես ասել եմ իմ համոզումները, իրենք ասել են իրենց համոզումները եւ մենք ինչպես այսինքն չէ, ինչի շուրջ, իմ դիրքորոշումների շուրջ, իմ արտահայտած դիրքորոշումների շուրջ, ես արտահայտել եմ իմ տեսակետները։ Խնդրեմ, ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Մենք նաև ժամանակի խնդիր ունենք եւ լիքը մարդ այստեղ արդեն նեղանում է, որ
իրենց հարցերը չեն հնչում։ Խնդրում եմ, Տպված կա, չեմ խնդրում հիշում, եմ, խնդրում եմ հերթականությամբ, որը որ ես տեսել եմ, ես կհրավիրեմ պատասխանեք։